որ դուք սովորելու եք, անպայման այս գիտելիքը տեղափոխելու եք ձեր ընտանիքում, որովհետև այնքան կարևոր է սա, որ անգամ կապված է մարդու կյանքը, հա, այս թեմայից, որ ես հիմա ձեզ կներկայացնեմ։ Ես այսօր խոսելու եմ աշխարհի իմ իմացած բույսերից թունավոր և ամենաօգտակար, էլի իմ իմացած բույսերից է, որքանով որ ես ուսումնասիրել եմ բույսերի մասին։ Դիֆենբախիան, մտապահեք, որ ձեր մայրիկների դուք եք օգնել, չէ ընկեր Սոնա, այս նյութը կարող եք փոխանցել բոլորը, որպեսզի տեսնեն ու հասկանան ինչ ուժեղ, շատ ուժեղ թունավոր բույս է ինքը դիֆենբախիա։ Բազմաթիվ մահացության դեպքեր են գրանցվել, երբ երեխան անգիտակցաբար չհասկանալով, որ սա թունավոր բույս է, իր ծնողը ևս չիմանալով, որ ինքը ձեռք է բերել թունավոր բույս, հա, երեխան կարող է շոշափի նյութը, այսը հյութը կսվիրամատիկին, տանի բերանը, հա, ու կարա 10 րոպեում գրանցքի մահ, որովհետև շատ ուժեղ թույլ է։ Թունավոր օձի մասին հետո, սա իմ իմացած ամենաթունավոր բույսն է, դիֆենբախիա։ Հիմա ես այրան կդնեմ մի քիչ ավելի հեռու, ինձ սովորաբար հարցում են իսկ ինչու եք դուք խաղում այս թունավոր բույսը, որպեսզի ես ձեզ ծանոթացնեմ, դուք տեսնեք, ճանաչեք և սովորեցնեք ձեր բոլոր ծանոթներին, որպեսզի գոնե օֆիսներում պահվեն բույսերը, տանը չպահվեն, չէ։ Ես խոսեցի թունավորի մասին, հիմա կխոսեմ իմ ճանաչած, ամենասիրելի, ամենաօգտակար, ամենագեղեցիկ չեյացի, բայց գեղեցիկ բույսի մասին։ Շատ ու շատ եք լսում, սա էլ եք ձեր մայրիկներին փոխանցելու, հայրիկներին։ Քլորոֆիտում, շատ ահանդիպում, բայց շատերը չգիտեն, որ քլորոֆիտումը դա շատ օգտակար բույս է։ Սովորաբար բույսերը որակում են ըստ իրենց բուժման հատկությունների, բայց այս բույսը ոչ մի բուժիչ հատկություն չունի, բայց այնքան օգտակար հատկություն ունի, այն իր մասին մի այսպիսի հետազոտական աշխատանք արվել, որ գիտնականները հայտնաբերել են, եթե տանը ունենան օդը մաքրող գեներատոր։ Հիմա մենք ունենք, նայեք, սա համարվում է օդը մաքրող գեներատոր։ Այս խողովակներով օդը բարձրանում է բերել, կեղտոտ, հա, դուրս է գալիս դուրս։ Հիմա եթե լսեն, Ռուզան ջան, մի հատ անջատի թույրան հասկանան ինչքան աղմուկ է բարձրացնում այս սարքը։ Սա լարում է մարդում։ Երեխեք, նայեք, հիմա ասում են, եթե չէ, ջրի ձայնը սա է։ 3 նմանատիպ բույս հավասարաձոր է ունենալ մի հատ հսկայական գեներատորին, հա, այդքան հավասարաձոր է։ Այսինքն երեխեք, եթե մենք տանը ունենանք 3 նմանատիպ բույս քլորոֆիտում, կարող ենք չունենալ օդը մաքրող համակարգ, չէ, այսպիսի մեծ համակարգ։ Կլինի առանց աղմուկի, չէ։ Հոսանքի ծախսվի, աղմուկ չի կլին գեղեցիկ է, իհարկե ոչ, հալը բույսին է ինչքան գեղեցիկ է, և տան ինտերիերը գեղեցկանա, և այս հսկայական սարքավորումը տան մեջ չի լինի, և հիվանդությունները քիչ կլինեն ձեր տանը, և կահույքը սովորաբար քիմիական նյութերով ներկում են, պատրաստում են, չգիտեմ ինչենա, դրա մեջ թույն է պարունակում։